Պատերազմի 44 վերապատերազմի զոհված Արման Ղուկասյանի եղբայրն եմ եւ անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը։ Ժամանակ այստեղ բողոքի ակցիա։ Բողոքի ակցիա չենք անում, մենք եկել ենք այսօր այստեղ ճիշտ ասած, որ մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի անազգանունները տվեցինք եւ պահանջեցինք իրանց հետ հանդիպում, քանի որ մեր մոտ լիքը հարցեր առաջացել իրենց ուղղված, բայց մի քանի ժամ արդեն ոչ թե պատասխան չէ, պատասխանը ուղղակի չի գոհացրել, քանի որ եկան ասեցին, որ այսօր այդ հանդիպումը ձեր պահանջած մարդկանց հետ չի լինի, տեղի չունենա, տեղի կունենա ամենայն հավանականությամբ, հələ դա էլ հստակ չէր, երկուշաբթի 4-ը ծնողի հետ, որը արդեն մեր մոտ բան առաջացեց, որ դուք 4 երեխու եք պատերազմ տարել, 4 երեխու ճակատագիր է անհայտ, որ դուք 4-ը ծնողի եք ուզում դիմավորեք կամ ընդունեք լսեք, դա արդեն այդ քանի որ նման ձևով մեր հետ միայն այս կառույցն է, որ խոսել է այդ ձևով, թե բավականին գիտեք, քանի անգամ ահացել են գնացել, քննչական են գնում, այնտեղ չի եղել, որտեղ քանակի սահմանափակում լինի, 20 հոգի են եկել, 20 հոգի են ընդունել, 30 են եկել, 30 են ընդունել, ինչքան եղել է, այդքան էլ ընդունել ենք, մեզ դահլիճել են վերցրել մեզի, բայց ստեղ արդեն այն տիպի, քանի որ տեսան, որ ծնողները մի քիչ պասիվություն ցուցաբերեցին այս վերջին ընթացքում, մտածեցին, դե վсё, էլի արդեն ինչ ուզենք, ոնց ուզենք, չէ, այտենց չի։ Մնանք այս 3-ս էլ, այս 4-ս էլ, չնայած 3 չենք, 4 ենք, այս պահի դրությամբ պաշտպանության նախարարության համեստ մուտքն է փակ, ամեն մյուս դեպի մասիվի Բագրևանդի ուղղության այն մուտքն էլ է փակ, այնտեղ էլ են ծնողները, ստեղ էլ են ծնողները, ու հիմա մենք սպասում ենք, հիմա այսա կգան մեզ կփոխանցեն, ամենայն դեպս ասել են, որ կլինի այդ հանդիպումը, բայց ոչ այսօր, քանի որ ինչ-որ տեխնիկական պատճառներ կա, տեխնիկական հարցեր կա, մի րոպե լեռնատանդ է, Վովա! Արա, Պաշտպանության նախարարի հետ եք հանդիպում չէ, պաշտպանության նախարարի ընդհանրապես հանդիպում չենք պահանջում, չենք մեր հանդիպումը ուրեմն պահանջը հետևյալ անձինք են, ուրեմն գլխավոր շտաբի պետ Ասերյանը, ուրեմն պաշտպանության նախարարի օգնական թե խորհրդական Վարդանյան Կամոն, որը որ պատերազմի ժամանակ եղել է պաշտպանության բանակի շտաբի պետ, հետո պաշտպանության բանակի հրամանատար, հիմա էլ ասենք այդ գործի է ինքը եւ պաշտպանության նախարարության հետախուզության պետ, հիմա ասում են թոշակյա զորացրված, բայց դա կապ չունի, միևնույնն է։ Մեր ունեցած տվյալները, որոնք որ մենք ստացել ենք, պետք է իր հետ ճշտվի, քանի որ ասում են, հիմա չեմ արդեն աղբյուրը ասի հրապարակի, որ պաշտպանության նախարարության հետախուզության պետը դեռ 21 թվականից ունեցել է տվյալներ, թե մեր երեխեքը որտեղ են։ Անգամ ասում է դաժե ճամբարով իմացել են ով որտեղ է։ Դե եթե այսքան տարի իմացել են, ոչ մի միջոց չեն արել, ոչ մի գործողություն չեն կատարել, անգամ այն որ կարային ջերմուկի, որ 200 հոգու սենց ասած ապրես, որ կարող էին գերեվարել, որ այս հարցն էլ կլուծվեր, էդ էլ չեն արել, սիքը որն է դրա նպատակը, որ ունեցել են բազմաթիվ հնարավորություններ, որ այս երեխեքի ճակատագրի հարցը պարզվի, իմանանք ում հետ ինչ եղավ ու չեն արել, բայց չասեն մեզ խի չեն արել, այդ պատասխաններն ենք այդ կոնկրետ անձանցից ուզում ստանանք, բայց ցանկություն եւ երևի մտադրություն չեն, խոստանում են երկուշաբթի կլինի, տեսնենք ինչքանով է այդ խոստումները հավաստի ու լիարժեք, որ մենք հավատանք այս անգամ էլ, մի քանի անգամ միշտ հավատացել ենք, բայց փորձենք այս անգամ էլ հավատանք, տեսնանք ինչ է լինելու։